Ես մնացած ինչ ցանկանում եմ նշել, կնշեմ լիագումար նիստում եւ ակնկալում եմ, որ մեր գործընկերները կողմ կքվեարկեն կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած եւ լայնորեն քննարկվող եւ նման կարեւորության օրենքի նախագիծը, որպեսզի թույլ չտանք մեր բանակը գտնվի այն վիճակում, որ հիմա է գտնվում եւ մեր քաղաքացիները խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Հիմա չեմ ցանկանում։ Նման խնդրում եմ նման ձևակերպումներ չտալ, որովհետև դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես նշեցի նախագիծը քննարկվել է եւ 2019 թվականից եւ 2022 թվականին Պաշտպանության նախարարության կողմից եւ շրջանառվել է եւ իմ կողմից եւ ես սկսել եմ շրջանառել նախագիծը 2024 թվականի հունվարից, այսինքն տարուկես մենք անցել ենք քննարկումների փուլով եւ քննարկումների արդյունքում կառավարությունը տվել է դրական եզրակացություն, միայն դրանից հետո ես պաշտոնապես շրջանառել եմ նախագիծը եւ լայնորեն քննարկվել է այն, ինչպես հանրության ներկայացուցիչների միջև մենք իդեպ նաեւ կազմակերպել ենք եւ իդեպ նաեւ մենք կազմակերպել ենք հարցում իմ խնդրանքով վարչապետը հանձնարարական է տվել եւ կառավարության վարչապետի աշխատակազմը հարցում է պատվիրել թե մեր քաղաքացիների ինչ կարծիք ունեն նախագծի վերաբերյալ եւ հարցումների արդյունքում բազմիցս հայտնել է հարցումների տեսքով նաեւ դրական այդ հարցումները առկա են, որը մենք պատվիրել ենք եւ հանրությունը տվել է կողմ է նախագծին եւ միայն հանրության կողմ դիրքորոշում ունենալուց հետո ես նախագիծը շրջանառել եմ։ Փաշինյանը կողմ է այս նախագծին, որովհետեւ դուք հանդիպումներ եք ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այս հարցը քննարկվել է նաեւ։ Նա ինչ այս խնդիրները, որոնք կային, ինչ տեսակետ ուներ Փաշինյանը։ Վարչապետի ստորագրությամբ առկա է կառավարության կայքում, կարող եք ծանոթանալ։ Իսկ ինչու անգամ փոխնախարարը ինչու չգիտեր թե մոտավորապես քանի հոգու վրա կարող է տարածվել ձեր առաջարկած օրինագիծը տարեկան 5 հոգի է, 8 հոգի է, 20 հոգի է, այսինքն նա նույնիսկ չէր հասկանում թե այդ քվոտավորումը ինչ կարգով պետք է անի, այսինքն այս բացերը ինչպես են շփվել։ Տեսեք, նախագիծը շատ ընդգրկուն է եւ իր առջեւ մեծ նպատակ է դրել, որ պետք է հասնի դրան։ Նպատակը հետեւյալն է, մենք պետք է ունենանք +10% զորակոչ, քան ունենք միջև օրենքի նախագծի շրջանառվել է, ինչը մասամբ արդեն իրականացվել է, մենք ունենք 3-4% մոտ ավել զորակոչ, որովհետև արդեն իսկ կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք կառավարության տիրույթում էին, եւ եւս ավել զորակոչ կունենանք մենք, երբ օրենքը կմտնի ուժի մեջ։ Սա ինչ է նշանակում, որ մեր բանակը կդառնա ավելի հզոր, մեր քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչ խնդիրներով գտնվում են արտերկրում, ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այս օրենսդրական նախաձեռնությամբ, մեկը ունի որդի, մեկը ունի ծնող իր խնամքի տակ, մեկը ամուսնացած է, նրանք չեն կարողանում գալ եւ ծառայել 2 տարի ժամկետով, խնդրում են, որպեսզի իրենց տրվի հնարավորություն, իրենք գան մասնակցեն երկրի պաշտպանությանը, զորագրվեն, այո, գան ծառայեն 1-ից 4 ամիս ժամկետով, դրանից հետո մտնեն պահեստազոր, վճարեն մեծ գումար, որով մենք իրենց բացը ոչ միայն կլրացնենք, այլ 2 անգամ ավելի զինծառայողներ կներգրավենք, միևնույն ժամանակ իրենք չեն կտրվի իրենց մայր հողից, իրենց հանրապետությունից եւ կկարողանան անարգել այցելել Հայաստանի Հանրապետություն։ Ես Աստված մի արասցե, եթե անվտանգային խնդիր լինի, մենք այս դեպքում կունենանք ավելի 10%-ով ավելի շատ զինծառայողներ եւ 10%-ով ավել պահեստազորայիններ, ինչը թույլ կտա մեր խնդիրը ավելի հեշտ լուծելու, որը մենք ունենք։ Օրենքից պետք է օգտվի իմ պատկերացմամբ առնվազն 1000 քաղաքացի, որպեսզի մենք տարեկան ունենանք +10% զորակոչ, առնվազն 1000 քաղաքացի։ Ես եթե հարցը դրվում է, ես բանակից փողով բնականաբար չէի ազատվի, ես բանակից ազատվելու հնարավորություն ունեցել եմ 2012 թվականին, երբ պետք է զորակոչվեի ծառայության, բայց չեմ գնացել այդ ճանապարհով, այդ ճանապարհը կարճատեսությունն է, ես գիտեք, որ միշտ գրել եմ ակնոցներ, օպտիկական, հիմա էլ գրում եմ թաղանթային լինզաներ, ես ունեմ կարճատեսություն եւ կարող էի բազմաթիվ մեր քաղաքացիների նման
չգնալ պարտադիր զինվորական ծառայության հայտնի ճանապարհներով այն ժամանակ ըստ տարեթվերի հայտնի է թե որ հիվանդությունով ինչ արժեր բանակից ազատվել է։ Ես գնացել եմ պարտադիր զինվորական ծառայության։ Իսկ եթե հարցը դրվեր հիմա ես կօգտվեի այս տարբերակից կվճարեի թե կգնայի ծառայության ինչպես ես եմ գնացել, նշեմ, որ գումար վճարելով կարճաժամկետ ծառայության անցնելով ես մի քանի անգամ ավելի շատ օգուտ տված կլինեի պաշտպանության նախարարությանը, քան այն ծառայությամբ, ինչպես ես եմ ծառայել։ Եթե քվոտավորում է լինելու 1000 չի լինելու, ճիշտ է, 1000 զինծառայողի վրա սա չի։ Չեք կարող ասել, կարող քվոտայի մեջ լինի 1000 կամ 2000, օրինակ քվոտայի մեջ կարող է դրվի ամառային զորակոչի ենթադրաբար մենք ունենանք Եթե օրենքով դա չկա, չի։ դա կառավարությունն է որոշելու, տեսեք, մենք ունեցել ենք տարի, որ մոտ 9000 է եղել մեր զորակոչը։ Այս ամառային զորակոչին, այս 2025 թվականին ոչ թե մի զորակոչ, այլ կներեք երկու զորակոչերի մասին է խոսքը, ենթադրվում է, որ 25 թվականին կունենանք առնվազն 1000-ով կամ 2000-ով ավել զորակոչ, ինչը մեզ հնարավորություն է տալու, որ մենք առնվազն 2000 տեղ սահմանենք, բայց ես ամեն դեպքում գտնում եմ, որ մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր քաղաքացիները օգտվեն լայնածավալ, օգտվեն այս օրենքի հնարավորությունից։ Ինչու՞, որովհետև մինչև 27 տարին լրանալը ունենք 5-ից 6000 քաղաքացիներ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ։ Մենք եթե նրանց այդ հնարավորությունը չտանք, մենք չենք կարողանալու նրանց բերել որպես ռեսուրս ներգրավել պաշտպանության մեջ, եւ նրանց մենք չենք կարող բերենք դատապարտենք ազատազրկման բանակից խուսափելու համար։ Եվ մենք տեսնում ենք խուսափող կներեք ավարտեմ, եւ մենք նայում ենք բանակից խուսափողների թվերը եւ նաեւ հետախուզման մեջ գտնվողների թվերը եւ համադրում ենք ներկայացած կամ կամովին ներկայացած կամ հայտնաբերված քաղաքացիների հետ, տեսնում ենք, որ տարեկան մենք ունենում ենք շուրջ 10000 հետախուզվող, որոնցից կամովին ներկայանում կամ հայտնաբերվում է 100-ից 200-ը, մոտավորապես 1%-ը։ Իսկ իրանցից արդեն դատապարտվում է կամ 1-ը կամ 0-ը։ Այսինքն մենք չենք կարող հայտնաբերենք կամ նենց անենք, որ այս քաղաքացիները գան եւ անգամ եթե նրանք գալիս են կամ հայտնաբերվում են, չեն դատապարտվում ազատազրկման։ Այստեղ մենք պիտի ուրիշ ճանապարհով գնանք։ Մեր նպատակը չպիտի լինի նա, որ մենք բոլորին դատապարտենք 1-ից 3 տարվա ազատազրկման, որովհետեւ դա բան չի տալու բանակին, հակառակը մենք գումար ենք ծախսելու այդ անձանց կալանքի մեջ պահելու համար։ Մարդը չի ուզենալու գա, որպեսզի այս գումարները նախ չի ունենալու վճարելու եւ չի վերադառնալու պարզապես Հայաստան, գումարները չի վճարելու։ Տեսեք, մենք պետք է հնարավորություն տանք մեր բոլորը 100%-ով ուզում են այդ ովքեր որ խուսափել են։ Բնականաբար կլինեն քաղաքացիներ, ովքեր կշարունակեն խուսափել, եւ ես չեմ նշում, որ այ բոլոր խուսափողներին կամ 100% խուսափողներին նպատակ իհարկե կա, բայց կանխատեսում չկա, որ բոլորը օգտվելու են։ Ես ասում եմ, իմ օրենքի նպատակը հետեւյալն է, որպեսզի խուսափողների առնվազն 10%-ը գան պարտադիր զինվորական ծառայության։ Դժվար է։ Ես բնականաբար երաշխիքներ չկան, կախված է նաև մեր աշխատանքի արդյունավետությունից։ Ինչպես մենք կարող ենք պայքարել, որպեսզի բժշկական հիվանդությունների թղթեր սարքելը չլինի հեշտ։ Դրա համար մենք արդեն իսկ կատարել ենք աշխատանք եւ եւս հիմա ունենք 5 աշխատանքային խումբ, որոնցով աշխատում ենք այս ուղղությամբ։ Հաջորդը քաղաքացիությունից հրաժարվելու համար մենք սահմանում ենք բարձր տուրք, որպեսզի մեր քաղաքացիները չհրաժարվեն քաղաքացիությունից եւ գան ծառայության։ Իհարկե նրանց մի մասը կշարունակի հրաժարվել քաղաքացիությունից, կամ եթե չկարողանա հրաժարվել, կդիմի փախուստի ընդհանրապես չի ներկայանա զորակոչի առանց հրաժարվելու։ Ինչի փորձը մենք ունենք վերջին 1 տարվա ընթացքում եւ մենք ակտիվ պայքարում ենք խախտումների դեմ, զորակոչի չներկայացնողների թիվը կրկնապատկվել է, այսինքն փախուստի դիմողների թիվը կրկնապատկվել է։ Մենք պիտի այնպես անենք, որ մեր քաղաքացիները չփախնեն։ Եվ այո, 15 միլիոնը կվճարեն կհրաժարվեն, որպեսզի 18 եւ 24 միլիոն չվճարեն եւ 1-4 ամիս ծառայեն։ Այո, թող վճարեն 15 միլիոն դրամ եւ հրաժարվեն քաղաքացիությունից, մենք իրենց փոխարեն ներգրավենք 2 պայմանագրային զինծառայողների եւ այդ գումարը Հայաստանի Հանրապետություն շրջանառվի։ Ինչ նկատի ունեմ, մեր այն քաղաքացիները, ովքեր որ գնում են արտերկրյա աշխատանքի, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, մնան իրենց համայնքներում, իրենց գյուղերում, իրենց բնակավայրերում, աշխատեն, ստանան բարձր աշխատավարձ եւ այդ իրենց ստացած աշխատավարձը շարունակեն ծախսել իրենց բնակավայրերում, ինչը իր հետ բերի լրացուցիչ էֆեկտներ տվյալ բնակավայրին։ Հիմա այս նախագիծը այսպես
տարակարծությունների վեճերի առիթ է դարձել։ Դուք որոշակի զիջումներ անելու եք, որովհետև ասում են կարող է ընդունվել օրենքը, բայց ժամկետների եւ Տեսեք, զիջումների այստեղ կներեք, Փոփոխությունների մասով են խոսում ձեր խմբակցությունից, ասում են, որ որոշակի փոփոխություններ պետք է ենթարկել։ ամբիցիաների կամ անձնական որևէ շահի մասին խոսք չի կարող լինել, որ զիջեմ կամ չզիջեմ։ Եթե լինեն փաստարկներ, որոնց հիման վրա կառավարությունը կհամոզի եւ համոզել է գնալ փոփոխությունների, ես կգնամ դրանց։ Եթե ես կունենամ ծանրակշիռ փաստեր, որոնց հիման վրա կարողանամ հետագայում կառավարության գործընկերներին ասել վերանայել այս իշկետը, ես կգնամ այդ ճանապարհով։ Եթե մենք ունենք գործընկերներ, ովքեր ունեն առաջարկներ, դրանք խնդրում եմ եւ միջև այս պահներ խնդրել եմ, որպեսզի դրանք գրավոր ներկայացնեն մեր քննարկմանը, որպեսզի համ ես դրա մասին կարծիք արտահայտեմ, համ նաեւ կառավարությունը, որպեսզի կառավարությունը ժամանակ ուներ եւ հայտնի։ Ցավոք սրտի, ինչ շրջանառվել է նախագիծը վերջին 3 ամիսների ընթացքում, ազգային ժողովի падգամավորների կողմից որևէ առաջարկ չի եղել։ Գրավոր առաջարկի մասին է խոսքը։ Այո, մեր խմբակցությունը մեծ է եւ ազգային ժողովում ունենք 100-ից ավել падգամավորներ կամ падգամավորներ, ովքեր ասում են մի ամիսը քիչ է, դառնա 2 ամիս, մեկը ասում է 15 միլիոնը քիչ է, դարձնենք 30, մեկը ասում է 24 միլիոնն է շատ, իջացնենք, 6 ամիսը սարքենք 4 ամիս, 4 ամիսը սարքենք 8 ամիս։ Բնականաբար բազմաթիվ падգամավորներ ունեն կարծիքներ, քանի որ նախագիծը միանգամից մի քանի կետերի է վերաբերվում։ Շատ դժվար է հասնել լիակատար կոնսենսուսի, բայց մի բան մենք ֆիքսել ենք կառավարության գործընկերների հետ համատեղ, որ նախագիծը պետք է ընդունվի եւ արդեն իրար պրակտիկայում մենք հասկանանք բացերը եւ շարունակենք շտկելու ուղղությամբ գնալ, որպեսզի Բնականաբար հետ կանչելու ցանկություն չի կարող լինել, նախագիծը անցել է բոլոր փուլերը, այսօր հանձնաժողովում ոչ դրական, ոչ բացասական նախագիծ ստացավ, կային կընդգրկվի առաջիկա 3 շաբթի օրվա քառօրյա նիստերում, 3-րդ բաժնի հարցերում, ես կներկայացնեմ ազգային ժողովին 3 շաբթի օրը եւ ազգային ժողովը կորոշի դեմ քվեարկի թե կողմ։ Եթե ազգային ժողովը քվեարկի կողմ, հարցը կներառվի լիագումար նիստերի օրակարգում եւ ամբողջ ծավալով կքննարկվի։ Շնորհակալ եմ։ Խնդրում եմ չխառնենք էլի եկեղեցին։ Ես առանձին կպատասխանեմ։ Ես 3 հայտնել եմ տեսակետ։ Այդ ամենին կիսում եք այն տեսակետը բառամթերքը, որով արտահայտվում եկեղեցու օգտագործողների կողմից, ու ամենակարևորը Չգիտեմ դուք ինչի նկատմամբ եք։ Ես կարծում եմ, որ պետք է կաթողիկոսը պահպանի այն ուխտը, որը գրել է, եւ կաթողիկոսը, ով անձով զբաղեցնում է կաթողիկոսի պաշտոնը, ով մարդկանց մեղքերի թողություն է հայցում կամ աղոթում է մարդկանց մեղքերի համար, ինքը պետք է լինի անաղարտ եւ որևէ կասկած որևէ մեկի մոտ պետք է չհարուցի։ Երբ մեր քաղաքացիները խոսում են եւ նաեւ դրա մասին վերջերս նաեւ վարչաձայները վարչապետը, որ լուրեր կան, որ կաթողիկոսը ունի զավակ կամ զավակներ, դա խնդրահարույց է եւ պետք է կաթողիկոսը կամ հերքի կամ հաստատի եւ թողի իր պաշտոնը, այստեղ տարընթերցման տեղիք չկա։ Կաթողիկոսի հարց չի այստեղ տեսեք, այո, իհարկե պետք է եկեղեցին իր ներսում որոշի եւ նաեւ մեր հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, քանի որ մեր հոտը քրիստոնյա հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու կաթողիկոսը ուխտը դրժել է թե պահել է։ Չի առաջանում, թե ինչու է հիմա այս հարցը Փաշինյանը բարձրացնում, այսքան ժամանակ այդ խնդիրը չկար, որ հիմա է բարձրացնում, որովհետև խոսում է, որ դա դրսի օրակարգ է, այս հարցերը ձեր մեջ չի առաջանում։ Չկա լինի, չկա դրսի, դա անգամ քննարկման ենթակա չի կարող նման բան լինել։ Արտություն է այդ ամենը։ Չի կարող նման բան լինել, դա անհեթեթություն է ուղղակի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։